Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիո լսողներին եւ ռադիո դիտողներին, դուք դիտում եւ լսում եք գործարար Ալիքը, տաղավարում աշխատում Էլիան Նախաչատրյանը եւ այսօր մեր հյուրն է գործարար Ալ Եսայանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Եսայան, ուզում եմ սկսենք այսպես ասեմ, իմ փոքրիկ դիտարկումներից վերջին շրջանում, այսինքն վերջին շրջանում որն է արդեն մոտ 3 տարի ինչ գործարար Ալիքն է բացվել, լրատվական ռադիոն վերածվել է գործարար Ալիքի եւ հենց գործի բերումով շատ տարբեր գործարարների հետ ենք հանդիպում, տեղացի, սփյուռքահայ, արտասահմանից, հենց ոչ հայ եւ ես նկատել եմ, որ մշակույթը շատ մեծ ազդեցություն է թողնում գործարարի աշխատանքի ոճի, ինչու ոչ նաև արդյունքի վրա, օրինակ վերջերս խոսում ենք եւ այսպես ասենք բիզնես տրեյնինգների մասին եւ խոսքի մեջ ասացի, որ կան ոլորտներ, որտեղ ես կգնամ բիզնես տրեյնինգ լսելու միայն եթե Սիրիայից եկած մեր հայրենակիցները տրեյնինգ անեն, որտեղ իրանք դա շատ լավ են անում, հա։ Դուք շատ որքան ես եմ հասկանում, յուրօրինակ ոչ եք փորձում բերել Հայաստան, բերում եք Հայաստան։ Առնվազն մարդիկ, ովքեր ձեզ հետ շփվում են, ովքեր ձեզ լսում են, մի տեսակ թևեր առած ոնց որ լինեն։ Ինչ եք անում։ Ինչու եք ոնց եք կարողանում մարդկանց տենց, չգիտեմ, այդ զգացողությունը իրենց մեջ առաջացնել, որ ահա եկեք էս անենք։ Կարծեմ հիմքը դրա ծառայող առաջնորդի servant leadership, անգլերեն servant leadership, ինչասում source-ը դրանից է։ Ամենակարևոր բանն նա է, որ երբ որ ես գալիս եմ ստեղ շփվում եմ մարդկանց հետ, ամենաառաջի բանն նա է, որ ուզում եմ իմանամ իրենք ուր են եւ ինչ են ուզում իրականացնեն եւ շատ մարդիկ այդ շատ ժամանակ են դնում external արտաքին հանգամանքների ֆակտորների վրա բայց հաջողականությունը ընդհանրապես գալիս է ներքին ֆակտորների վրա որ դու ներքինդ հանգիստ է ներքինդ վճռական է ներքինդ որոշելա ինչ է ուզում իրականացնի եւ դա որ մարդկանց հետ որ խոսում այդ եմ աշխատում հայտնաբերել օրինակ իրենք սկսում են ասել այս մեր product-ն այս մեր app-ն ստենց են ուզում անենք նենց են ուզում ասեմ առաջին ասեմ նա ոչինչ ցույց մի տուր հիմա առաջ ասեմ դու ով ես ինչու ես անում ինչու ես product-ը սարքես երբ որ դու անցնում ես իսկական պատճառները որ մղում է մեկին որևէ նպատակի հետո կարող ես օգտակար լինես իրենց միջով այդ ժամանակ չես կարող իրենց օգտակար լինես իմ կարծիքով փող աշխատելը իսկական պատճառ չի Չէ, իսկական պատճառը դե փողը կարևոր բան է, կարևոր հանգամանք է, չեմ ասում բան է, բայց ես իմ համար օրինակ համար դա միշտ երկրորդական, երրորդական բան է եղել։ Փող աշխատելը եղել է ինձ համար, որ պետք է sustainable լինի, բիզնեսը պետք է կայուն, հա։ Կայուն լինի, որ կարողանա, ինչքան որ կարող է, օրինակ իմ Հայաստան գալը 96 թվին, հետո 99 թվին 40 տարվա խոստումը որ կատարել եմ որ շատերը գիտեն մասին այդ էր որ ինչպես են կարող հայրենիքը դեպի բարգավաճման տանել ոնց ես անելու մինակը չես անելու ուրեմն պետք է սովորեցնես մարդկանց իրենց ներշնչես inspire անես որ իրենց company-ները սկսեն հետո իրենց company-ները սկսեցին հետո ինչ երբ որ դու մի բան սկսում ես պետք է այդ ինչ առաքելությունդ հասկանաս, միշենդ հասկանաս։ Փող աշխատելը շատ կարևոր բան է, չեմ ասում կարևոր բան չի։ Բայց երբ որ փողը լինում է կենտրոնական պատճառը, որ մի բան անում ես, ընդհանրապես ձախողում ես։ Իմ կարծիքով։
երկու ձևն էլ է ծախողում։ Մեկը ասում ենք փողի համար այդպես եւ լիքը փող է սարքում, բայց որպես մարդ տապալվում ես։ Դու նայ շուրջը կարող է շուրջը դիկտեղ նայես։ Չէ՞։ Որ մարդիկ որ շատ փող են վաստակում, որ փողն է կենտրոնական լինում։ Հետո իրենց ընտանիքի վիճակներն նայ, իրենց անձնական ներքնաշխարհի վիճակը նայ, արդեն նյութապաշտության գագաթնագետներն են հասնում եւ նյութապաշտությունը իրենց տապալում է, հանգիստ չեն այս մարդիկ։ Ես իմ նկատածով եմ։ Եվ ես նոր չեմ ասում 5000 տարվա գրված բան է, որ դուք մենք ստոիկներից եւ ամենտեղից տեսնես։ Ես էլ մտքիս եկավ հենց Մարկոս Ավրելիոսը։ Հա։ Հիմա այդ մի կողմն է ծախողում, մի կողմից էլ որ դու երբ որ փողն է լինում քո բանը, ոչ թե ծառայելը, հաճախորդները հասկանում են դա։ Եվ շուտ թե ոչ քեզ ծախողեցնում են։ Որովհետեւ դու չես ստեղծի քո նախաձեռնությունը, քո բիզնես, քո ռեստորանը, քո ինչ որ ես ասես, որ ծառայի։ Հաջողակ բիզնեսը նայ որ իր հաճախորդներն սիրում են եւ առանցի չեն կարող երևակային որ առանցի այս մարդկանց product-ը կարան ապրեն։ Ամեն մարդ որոշման բան ունի, ուժ ունի։ Չէ՞։ Հաճախորդները որոշման ուժ ունեն։ Եթե դու միայն կենտրոնացած ես քո անձնական բանին, երկու ձևն էլ ծախողում ես, թե լիքը փող վաստակելով ես ծախողում, որպես մարդ արարած։ Եվ սա բան չէ, մետաֆորիկ չեմ խոսում մետաֆորներով։ Իրոք 100 կարող եմ քեզի բան տամ, ապացույց տամ։ Եվ դուք էլ ամեն մարդ կարող է նայ։ Դες հիմա մեր հասարակությունը նայես, չէ՞։ Այդ ծայրահեղն ու թափաշտությունը դες ինչ տեղը հասած։ Բայց դա գիտեք, չէ, որ դա տոտալիտար համակարգի արդյունք է։ Կան հետազոտություններ, որոնք ցույց են տալիս, որ տոտալիտարիզմից հետո, երբ որ համակարգը անկում է ապրում, ցինիզմը, նիհիլիզմը, անվստահությունը, նյութապաշտությունը դա է մնում տակը։ Ոսիմ Ամերիկայի պարագային ինչ կասես, Ամերիկայի պարագային դարերա բան ասենք ճակատավոր դեմոկրատիա, չէ՞։ Բայց դա գալա նյութապաշտությունը ծայրահեղ։ Հա, բայց այնտեղ ես կարծում եմ, չգիտեմ, դուք ինձ ասեք, որովհետև այն ինչ որ ես ասում եմ, եղել է նախկին խորհրդային միության երկրներում արած հետազոտություն, հա, արդյոք որ խորհրդային միության ժամանակ դեռևս մեծացած սերունդը շատ ավելի չի վստահում մյուսներին, շատ ավելի ցինիզմով է լցված, շատ ավելի նյութական երբ որ հարցնում են արդյոք դուք ինչ որ գաղափարների մասին խոսքի մեջ ասում են այո իհարկե վեհ գաղափարներ, արժեքներ, բայց երբ որ հարցը գնում է թե ինչպես եք դուք այս մարդու հաջողակ լինելը չափում, պատասխանում են մեքենա ունեն, հա, այսինքն տենց են չափում։ Երիտասարդ ավելի սերունդը արդեն մի քիչ փոխված է։ Փարկասո։ Ավելի գնում է դեպի վստահություն, ու ամբողջ հա այդ նախկին խորհրդային միության երկրների տարածքում այս նկարը կա ու պարզվում է որ ամբողջ աշխարհում է այդ, հա, տոտալիտարիզմի արդյունք է։ Ինձ թվում է որ Ամերիկայում գոնե համայնքների մեջ իրենք իրանց այդ ներքին վստահությունը կա, չգիտեմ, կրոնական համայնքներ կլինեն թե հարց չեմ ուզում հարցը փախնեմ բարձի տակից, որ հարց տվիք, որ ինչու են մարդիկ թևեր զգում։ Ես իրենց գիտես ինչ եմ, ես միայն հայլի եմ։ Ես հայլի եմ։ Իրեն երբ որ ցույց է տալի իրենց ամեն մարդ վեհ է, ներքուստ վեհ է, ամեն մարդ գիտես չեմ ուզում շատ այդպես հետազոտական արտահայտություններ են, որտեղ իրոք էլ չեմ հիշում, բայց 1-2% մեր բանն ենք իրականացնում կյանքի մեջ, ասենք Այնշտայնը ասում են 5%-ն է իրականացրի, Նիկոլա Տեսլան 120 տարի առաջ մարդ բաները մտածի, որ նոր մենք բացահայտում ենք, որ ոնց կարող ենք իրականացնել, չէ՞։ So մի հատ ես այդ հավատքին եմ, որ մի հատ source կա, մի հատ sense անսահման source կա, որ երբ որ դու հանգստանում ես եւ քո կյանքդ աղմուկից բանես ամ social media-ի աղմուկը, ուրիշ մարդկանց
opinion, ինչ ասում, Կարծիք։ կարծիքներ քո մասին, ինքդ քո կարծիքները քո մասին եւ ուրիշներ։ Məsələn, երբ որ հանգստացնում ես, կամաց մեծ շկաց մեծ փոքր պատուանա բացվում, այլ հոր ինչն ասում, տիեզերական կամ այլ իրականություն, հա, երևի։ like a parallel reality, որ դու կարողանում ես բան անես։ Զուգահեռ իրականություն։ Որ կարողանում ես այդտեղից սկսում ես բան քաղել։ Հիմա գործարարներից հարցնում ես, նրանք որ իրոք չեն ընդօրինակում կամ չեն copy անում, copy paste չեն անում ուրիշի յուրօրինակ գաղափարներ, որ չեն, ասենք, copy paste անում։ Ամենից որ հարցնում ես, ասես ո՞նց եկավ այդ գաղափարը, այդ բանը, որտեղից եկավ, համարյա ընդհանրապես սրտից է գալի։ Ուղեղից չի գալի։ Հետաքրքիր բան է, չէ՞։ Ես միշտ ասում եմ, այն բաներն որ սրտի մեջ ուղեղի մեջ մի փնտրի, այն բաները ուղեղի մեջ պետք է լինի սրտիդ մեջ մի փնտրի։ So մարդիկ որ ինձ գալիս են խոսում են կամ ես training եմ անում իրենց կամ եւ կասեմ ինչու եմ այսքան ժամ դնում մարդկանց վրա, հայլի եմ միայն։ Ես ցույց եմ տալի իրենց վեհությունը։ Որ իրենք ինքնավստահորեն որոշեն այն ճանապարհ, որ իրենց սրտի մոտ է։ Հետո ուղեղին գործուղում են, ուղեղը սկսում է, ասենք առաջի ստեփի, առաջի քայլն ինչա, երկրորդ քայլն ինչա, երրորդ քայլն ինչա, չորրորդ քայլն ինչա, ինչ մարդիկ են կարող իրենց օգնեն։ Եվ ես մի մեթոդա, որ ես սովորեցնում եմ, կոչվում է immersion։ Immersion նայելում, եթե դու որոշում ես ուզում ես խոհարար լինես, ասենք, բարձր։ Ուրեմն միայն խոհարարների հետ ես նստում վեր լինում, միայն դու կենտրոնանում ես միշտ այդ ճաշը, որ եփում ես ավելի լավը, մի քիչ գիտես, մի քիչ ավելի creative ձևով սարքելը, հետո նայում ես մարդկանց, երբ որ մատուցում ես, նայում ես հերույս ոնց են ուտում, ինչ կա որ մեկը մի բան ուտում է շատ համով, ասում է վաու, ես ինչ բաներ, գիտես, արդեն դու reaction-ն ես տեսնում մարդկանց, հետո ասում ես, հետո ինքդ քեզ բավարարություն ես ստեղծում, դրանից խոհարարից այդ մեզ հասնում է շեֆ ես դառնում, գիտես, որ ասենք, հետո ռեստորանից աստղերն է շատ անում, որտեվ դու ուղեղդ քո որոշումներդ միայն կենտրոնացրել ես, որ քո ճաշը, քո ռեստորանը ամենալավը լինի։ Էլ չես մտածում դե լավ երթամ բանել անեմ, ինչ են ասում, IT գործել անեմ, այդամ, չգիտեմ, վարսավիրությունը սովորել։ Բայց դու պիտի հաճույք ստանաս դրանից։ Անշուշտ, եթե չստանաս չես առաջանա։ Ընդհանրապես։ Ես իմ հաճույք եմ տանում, երբ որ սովորեցնում եմ մարդկանց։ Երբեք էլ չեմ ասում ինձ փողի համար չեմ անում։ Բայց ինչու եմ անում, ինչու եմ այսքան ժամ դնում, չէ, ինչու եմ, ասենք 26 տարի այտենց զինվորի պես միշտ գալիս, սովորեցնում, խոսում, բան, ինչու եմ անում։ Ես մի հատ նպատակ եմ դրի իմ համար 99 թվին։ Իմ երկրից, իմ հայրենիքից բարգավաճումը, հա, տենց բան, հա։ Գործարարության միջոցով դու մինակը չես երթալու այդ ամենն անես։ Ուրեմն պետք է ներշնչես, գրգռես, բանես որ մարդիկ իրենք արթնանան իրենց վեհությանը։ Եվ հետևեն այդ, գիտես 100 տարվա ասում եմ պետք է ծառը ցանես որ տակը չես նստելու, տես գիտես դու շվակից չես բանել։ So it's about նվիրվածություն, կամավորություն, տալ, բարի լինել, օգտակար լինել, գիտես այդ նեղ բանից, նեղ անձնական նյութապաշտությունից դուրս ելնելու բանն է, ճանապարհն է։ Հետո իմիջիայս հետաքրքիր է, եւ որ այդ ճանապարհն ես վերցնում, մի անգամից նյութական ձևով էլ վիճակը շատ լավանում։ Հարստանում ես, այդ խելացի մարդկանց հետ ես նստում վեր լինում, հիմա մեր IT ոլորտը դու նայի, իրոք ընդօրինակելի ոլորտ է։ Ինչի համար, որովհետեւ մարդիկ հասկացել են, որ բարի, գիտես, եթե վատ բան անես, անունը դուրս է, անմիջապես։ Իրականում շատ տարօրինակ միջավայր է դրսից, հա, ասենք լրիվ ուրիշ բիզնեսներից կամ ուրիշ գործարարական միջավայր տեսած մարդու համար
մտնել IT ոլորտ եւ շփվել մարդկանց հետ, աշխատել, չգիտեմ, չեմ աշխատել, բայց շատ ենք, հա, շփվում։ Ու այդ սկզբից զգացողություն ունես, որ ինչ որ fake է։ Որ իրանք այս հոգատարությունը միմիացնական, նո չի կարա լինի տենց։ Ուրա ոտ ուտել։ Ուրա տակը փորոցին, որը կա, ասենք մյուս, ասենք չեմ ասի բոլոր, բայց գոնե այնտեղ որտեղ ես եմ տեսել, հա։ Դու մտածում ես երևի ձև են թափում ինձ մոտ։ Հետո որ ավելի ես մոտիկանում, տեսնում ես որ չկա։ Ու հետո երկրորդ հարցը լա ոնց եք դուք այսպես գոյատևում առհասարակ, հա, մի տեսակ, որովհետև խուսափում եմ տենց ընդհանրացնելուց, բայց կա Հայաստանում այն մտածելակերպը, որ բարի մարդը նույն ինքը հարիվն է, հա։ Շուտ։ Այդ առաջի տարիներ որ գաս ես միշտ շատ եմ ճպտում, հետո մարդիկ ասում ինչ ես տենց ճպտում միշտ։ Ինչ կա, չէ։ Հա, կամ օրինակ համար ասում եմ որ ինձ մի ասեք պարոն Եսայան, ասեք Ալ, կամ ասեք Ալֆրեդ, անունս ասեք, այդ բանը հարգանքի բան, այդքան էլ բան չի, նորմերի մշակույթների փոփոխությունն է։ Հետո հենց այդ ճպտալու հիմա եմ շատ ճպտում, որտեվ գիտես, որտեվ ես բան եմ բավարարված մարդ եմ, սիրում եմ աշխատանքը, սիրում եմ շրջապատը, սիրում եմ հայրենիքս, գիտես, լիքը բան կա որ թե վատ է, նայում եմ ոնց են կարող փոխեն, ոնց են կարող բան։ Գիտես, միշտ երբ որ դու քո կազմվածքը նայա որ դու լուծող ես, հարց լուծող ես։ Միայն հարց արծարծող չես, միայն բողոքող չես, արդեն քեզ հետ ուժ է տալի։ Որտեւ դու դերակատար ես։ Դու victim, ինչ են ասում, դու զոհ չես, գիտես։ Դե ինչու չեն անում այս բանը։ Քեզ մի հատ նմուշ տամ։ Երեք օր մենք Սյունիք էինք, գնացինք Գորիս, Կապան, միջև Մեղրի միջով սահմանը։ Գորիս կանգնած էինք, այդտեղ մի հատ աղբաման կար, հետո աղբաման ասենք 3 քառորդը լիքներ, բայց շուրջը լիքը բան աղբ կար։ Ես էլ ինք բան, ասես օտոմատիկ կզում եմ, եւ աղբեր վերցնում եմ աղբի մեջ, աղբամանի մեջ։ Հետո շուրջներս նայում են, իրենք էլ են սկսում անել։ Դե ես մեզ մարդ են իրենք։ Դե համոտ։ Ես չեմ մտածում որ մեկը պետք է անի, իմ ընկերս Վահե Բերբերյանը, կոմեդիանը եւ արտիստը, ասում եմ, երբ որ դու բերնից դուրս ա գալի որ մեկը ինչու չի անում սա, այդ մեկը դու ես։ Շնորհավոր դու ես, որտեվ դու այդքան այն մեկն ես որ կարող տեսել ես այդ արդեն։ Որտեվ մարդիկ աշկ պետք է ունենան որ տեսնեն։ Ես եթե աղբը շուրջդ միշտ աղբա, աշկը չի տեսնում որ շուրջդ միշտ աղբա։ Էդի լինում է նորմալ։ Ասում են նորմալ իրավիճակ է։ Բայց երբ որ դու աշկը տեսնում ես որ շրջապատը կարելի է եւս ավելի մաքուր լինի, արդեն դու տեսել ես։ Շնորհավոր։ Էդի քո առաքելությունն է։ Վերսրու Եթե ուրիշն էլ միացավ, չմիացավ, բողոքի տեղ չկա, բան չունեմ ասելիք։ Գիտեք։ Փորձեմ ձեզ հակադրվեմ։ Ընդհանրապես, մտքին, որ դու եղիր փոփոխությունը, եթե ուզում ես մի բան փոխես դու նախ եւ առաջարը։ Այս մտքին հակադրվող միտքը հետեւյալն է, որ այո, դա ճիշտ է, բայց եթե հասարակությունը որոշակի զարգացման որոշակի փուլում է։ Ինչ որ դու ունես միջավայր, որտեղ դու կարող ես անել փոփոխություն, հա, որովհետև որ ասում են դու եղիր փոփոխություն, այսինքն ասա դա Աֆղանստանում բնակվող կնոջը։ Դու եղիր փոփոխ, ինքը չի կարա լինի փոփոխությունը, որտեղ միջավայրը։ Ես համամիջ եմ ծերել։ Այ ես հույս ունեմ, որ դուք ինձ հետ համամիջ եք եւ դրա համար ուզում եմ լսել ձեր կարծիքը, որովհետև հակառակ կարծիքը պնդող մարդիկ ասում են, որ սա չափազանցրած է, հա, մի մարդու ներքին ցանկության վրա չի կարելի թողել։ Բաներ կա, որ այո, պետք է
պահանջել, հա պետք է բոլորով միասին հավաքվեն պահանջել, բնականաբար մեկը պետք է լինի առաջին պահանջողը, որպեսզի մնացածը միանան, բայց պետք է պահանջել։ Պահանջելը բան է, so մի հատ գիրք կա Վիկտոր Ֆրանկլի գիրքը, դες ինչ է գիրքը, հայերենից են ասում, Վիկտոր Ֆրանկլի գիրքը։ Վիկտոր Ֆրանկլ, ասել կյանքին այո։ Որ գիրքն եք ուզում։ Հիմա չեմ անուն ինչու է գիրքը 1000 անգամ կարդացել եմ, չեմ title-ը։ Osventsim ճամբարում։ Հա, կյանքին ասել այո։ Տենց է կոչվում։ Ամենահայտնին։ So Վիկտոր Ֆրանկլը ասում է այդ ամենավատ ժամանակ էլ դու ազատությունն ես կոնտրության մեջ։ Իրենք բանը չէ, մայի մեջ է, չէ, սովի մեջ է, հետո պետք է մեռելն էլ տանի չթաղի այրի, բան, չէ, գիտես, այդ իրավիճակի մեջ ես, որ դու շատ բաների կոնտրոլը քո ձեռք չի։ Բայց քո մտքի կոնտրոլը դեռ ձեռքդ է։ Գրքի մեջ մի գեղեցիկ էպիզոդ կա, չէ, որ ինքը շատ հոգնած գործ է անում, ու մեկ էլ պատկերացնում է կանգնած, որ ինքը լսարանի առջև է։ Ահա։ Ու ասում է հետո ես իրոք կանգնեցի լսարանի առջև։ Դասավանդելը։ Այո։ Որտեվ առաջի ստեղծագործությունը ուղեղի մեջ է լինում։ Հետո ես դու իրականացնում կյանքի մեջ, որ ասում եք հետ առանք այդ բանի մասին։ Դու ապրում ես, ասեմ, մեկն ապրում է շենքի մեջ, չէ՞։ Ասենք շատ մեծամաս երևանցիներ ապրում շենքի մեջ։ Այսինքն առանձնատուն տան մեջ չեն։ Այո։ Դու արևաններիդ գիտես։ Մի քանիսին դեմքով։ Հա։ Բայց դու կարաս, չէ՞։ Այդ ասես, ասենք, ձեր հարկի վրա քանի մարդ է ապրում։ Քանի տուն կա։ 4 տուն կա, չէ՞։ Ինչ դժվարություն ունի, որ եթե 4-ին ասես, գիտես ինչա, ես սուրճի եմ հրավիրում ձեզ։ Կարի մեկերնակոր ընդհանրապես չես սիրում իրենց։ Չես սիրում, որտեղ չես ճանաչում։ Չես սիրում, որ այդ մարդ ասենք մի օր քեզի վատ ձևա վարվի կամ բարև չի ասի կամ ինչ որ է, հա։ Եվ դու ասում ես, ինչ բան է, խոժորերես կինա կամ մարդ է, ամեն անգամ բարև ասում, բարևից պատասխան չի տա։ Բայց դու չես ասում այդ մարդը ինչի՞ց անց, կարելի է երեխա է ծերից տվի։ Ես անցյալում թատրոններ էի գրում։ Երրորդ թատրոնս it's called emptiness, դատարկություն։ Սկսում եմ սրանից, որ ես բենչի վրա նստած էի ռեստորանի առաջը, տելեֆոնի վրա էի, կողքս եկավ մի հատ անտուն մարդ եւ նստեց կողքս։ Պարզ որ նստեց արևոտ օրեր LA-ի մեջ, Los Angeles-ի մեջ։ Ես տելեֆոնի վրա եմ խոսում, հետո տելեֆոնս վերջացավ։ Հետո պետք է վեր լինեի, որ երթայի մտնեի ռեստորանը ճաշ ուտեի, այս մարդ դարձավ ասավ. «Ինչ գեղեցիկ օր է, չէ՞»։ Նույնիսկ տեսնում ես, դեմքից տեսնում ես, որ մարդ դուրս նա գնում, հա։ Բայց դեմքը շատ գեղադեմ մարդ էր։ Ու սկսես խոսել, բռնեցրեց։ Հիմա ես վրազում եմ բան, երկրորդ հարցնա տալի, երրորդ հարցնա տալի, շատ այնպես քնքուշ, մեղ բան, ոչինչ չի ուզում, փող չի ուզում, ոչինչ չի ուզում։ Մարդը միայն ուզում հաղորդակցվի։ Մի 2-3 րոպե անցնում է, ու ես սկսում եմ նայել այս մարդին։ Ինչպես որ մեկ օր սկսեցինք, ես քեզ նայում էի, չէ՞, զգացի, որ ինչպես եմ քեզ նայում։ Չէ՞ որ որևէ բան ունեմ, բայց mən աշխատում եմ որ հասկանամ։ Դու ինձ պետք է հարցեր տաս, ես պետք է հասկանամ դու ով ես ինձ, քեզ չեմ ճանաչում, չէ՞։ Ուրեմն այս մարդը սկսում է արտասվել։ Մի անգամից սկսում է արտասվել։ Հիմա երևակայի էս բանը։ Ես այն ժամանակ բան էի, դուք ասում եք կոստում, սուտ էի հագվում, չէ՞։ Եվ ժողով ունեի։ Ճաշից պետք է ժողով էի։ Ես մարդը սկսում արտասվել, ինքնաբերաբար առանցի, որ ես ինքս կարողանամ ինձ կոնտրոլ անեմ, ձեր կստերեցի մարդի։ Կեղտոտեցիք սուտը։ Հիմա կեղտոտե բան էր, բայց իրոք որ հոտ էր տալի, բան էր տալի, բայց հետո ասի ի՞նչ է քո պատմությունը։ Ասես ես կին եւ երեխիս 6 ամիս առաջ ավարիայի միջոցով կորցրել եմ, մահացել են։ Այդ եղավ իմ երրորդ թատրոնի սյուժեն։ Դու
չես իմանում մարդիկ ինչերից են անցնում, ինչու են այդ ձև վարվում, ինչու չեն ժպտում, ինչու գիտես, հիմա մենք մեր ազգի մեջ ասենց հետևաբար տրամաներ ենք անցի։ Ես ցեղասպանություն, չգիտեմ, սովետական միության բան փլուզում, SN Արցախի կորուս մարդիկ, ես մարդ եմ ծանոթացի, որ 4 տղա է ծերից տվի։ Ոնց դու այդ մարդին կամ ընդհանրապես ամարտկային ես, դու մարդ ես, կամ էլ չպետք է զգաս այդ մարդու ցավը։ Կիսես այդ մարդու ցավը, որևէ ինչքան կար ժամանակով էլ։ Հիմա դու քո հարևանների հրավիրում ես, ասում ես, գիտես ինչ, մենք ստեղ տարիներ ստեղ ապրում ենք իրար հետ։ Ինչ լավ կլինի, որ ասենք մեր այս մասը մաքրենք, կամ ստեղ ծառ ցանենք, կամ ստեղ ծաղիկ տնենք, եւ արդեն սկսում ես հասկանալ այդ դիմացինիդ անձնական խնդիրների մասին, խնդիրների մասին։ Հետո տանում ես այդ մեզ շենքի, դա քո հարգի վրա է։ Հետո ասում ես երկրորդ հարկ, հետո association ես սարքում, հետո գիտես, հետո քո your environment, միջավայրը քո միջավայրն է գեղեցկամ, քո երեխեքն ավելի լավ միջավայրի մեջ ապրում, քո երեխեք հիմա ունեն լիքը ծնող, լիքը մորքուր, լիքը չգիտեմ ինչ, արդեն այդ երեխեքը սեր են զգում, հետո նմուշ են տեսնում։ Այսինքն համայնքը վերադարձնել, հա, որովհետև ոնց հասկանում եմ հիմա դարի խնդիրն է այդ միայնակությունը, մի անգամ ով էր, մի ստենդափեր էր, ես այդպես հարցազրույց էր տալի, ասեց մենք գյուղից բոլորս եկել ենք քաղաք եւ հիմա գումար ենք տալիս գյուղը վերադարձնելու համար։ Մենք մեր երեխային կինը նայում է ինչ որ կին, մենք նրան փող ենք տալիս, հա, նյանյանա, բայց ասում եմ մեզ մոտ մեր գյուղում դա կոչվում էր մորքուր, դա կոչվում էր տատիկ։ Հա, ասում եմ մենք եթե մեքենան պետք է սարքենք, գնում ենք փող ենք տալիս որ սարքեն, ասում եմ գյուղում տղամարդիկով հավաքվում ենք, սարքում ենք։ Ասում եմ քաղաքում մենք գումարով գնում ենք գյուղը։ Հիմա դուք փաստորեն առաջարկում եք այդ գյուղը կառուցել։ Խնդիր, եւ գիտես Հայաստանը մեծ advantage ունի դրա մեջ։ Հա։ Հայերը մեծ, գիտես, ես միշտ ես ասում եմ, մենք անչափ անսահման գանձի վրա ենք նստած, գանձը ուրիշ տեղեր ենք որոնում։ Իմ ամենաառաջի ինվեստորները ամեն կամպանի մեջ հայեր են եղի, իմ բավական մեծ չափով հաջողությունը եղել են հաճախորդներ, որ մեջը հայ է եղի, եւ գիտես ամենտեղ հայ կա։ Բայց դու պետք է, երբ որ գնում ես այդ ցանցին դիմես, դու պետք է բարի լինես։ Դու պետք է նայես դու ցանցին ինչ ես տալի, ինչ ես տալի, ինչ ես զում, ինչ ես ակնկալում։ Փորձի, հիմա տուն ես գնում, ես գանձա, չէ, երբ որ դու ունես մի հատ համայնք, մեկ մենակ չես զգում, քո խնդիրները միայն քո խնդիրները չեն։ Գիտես, դու արդեն կարողանում ես մեկին empathy is called empathy. Դու արդեն գիտես կյանք ավելի է գունավորում, կյանք քո խնդիրները միայն ես որ հարցեր եմ ունենում 10 հոգու զանգում եմ ասում գիտեք ինչ ես հարցը առեսրել եմ այս հարցով որովհետև մեր ամեն խնդիրները հիմա թե Հայաստանի մեջ թե այդ խնդիրները լուծվել է մարդկություն արդեն լուծել է ասենք traffic-ի հարցը չէ այդ հարցը լուծված հարց է միայն հետա գալի բանի վրա տես հիմա մի ամիս Արժենտինայի ապրում երկու ամիս առաջ մի ամսով ընդեղ էի ապրում ոչ ոք չէր բանանում համարյա մի անգամ չեմ ջլսեցի բանը սիգնալ եք ասում ինչ եք ասում մի անգամ հետաքրքիր չէ մի ամիս ընդեղ եմ եղի պետք է մետր կռի մի հատ բան տեսնեի ասես գորալ տեսնեի չէ մեծ քաղաքը 12 միլիոն մարդ ապրում 12-15 միլիոն մարդ ապրում այդ ինչից է գալի որ մարդիկ հետ են դառնում գիտես որ իրենք մի հատ բան ունեն մի բառ ունեն ասում են որ գիտես հանգստանցիր it's քիշեմ կասեմ այդ հարցը լուծված է traffic-ի հարցը լուծված է մարդկանց հետ վերաբերվելու հարցը լուծված հարց է
համայնք ստեղծելը լուծված հարց է։ Միայն իրագործման բանն է, չէ՞, որ մեկը պետք է մեկ ամենտեղ ամեն մեկ կարող է դու անզոր չես։ Երբ որ մարդիկ, էսի հիմա ինչի ենք հասի, ստեղ 100 բացատրություն կա, չէ՞, սովետական միություն, ստեղ ոչ ոք չի տեր չէ, չգիտեմ ես, ինչ որ է, չէ՞։ Ինչ որ է։ Հիմա ստեղ ենք։ Ունենք այն ինչ ունենք։ Ունենք ինչ այն ունենք եւ ինչ ենք ուզում ունենանք։ Gap-ը ինչ է։ Չէ՞, ասենք ունենք ինչ որ այն ունենք, մեկը լինում է մի այդ երբ որ այդ նախադասությունը ասում ես որ բարելավում չկա։ Արդեն դու ընդունել ես ինչ որ ունես։ Մեկն էլ ասում է ունենք ինչ որ այն ունենք եւ ինչ եմ ուզում ունենամ։ Բայց դուք տեսնում եք Հայաստանում ինչ եմ ուզումը։ Ես տեսնում եմ, ես ձերը ես բայց ուզում եմ ասեմ հանրայնորեն կարծես թե չկա ձև։ Դժվար ասել է դա ես 42 երկիր եմ եղել, okay։ 100-ից ավել, կամ քանի 100-ից ավել քաղաք եմ եղել։ Եվ ես միշտ նայում եմ, այնտենց եմ, մարդկանց նայում եմ։ Չկարծես իմ կյանքը եղել է բան, իմ համար շատ հաճելի է դա միջայլոց, որտեվ մի օր կաս, մի օր չկաս, գիտես ամեն օրը անգլերեն ասում են be present, չէ, ասում են եղիր ներկա։ Հետո բայց նույն բառը present բառը լինում է բան նվեր։ Ահա։ Չէ։ Հա։ Նույն բառը երկու միտքով, չէ։ Ես թե ներկա եմ, թե զգում եմ որ նվեր ամեն օր որ արթնացել եմ, հետաքրքիր է չէ մարդկաց մն արտան ինձ միշտ են հարցնում օրից նույնը ասում հա աշկս բացում եմ ասում այսօր բան եմ ողջ եմ դեռ եւ այդ արդեն այդ ռայս սկսում եմ ինչ գեղեցիկ օր յոգաս եմ անում մի քիչ մեդիտեյշն եմ անում ու ստենց ասում այսօր ապրի քո վեհությունը հիմա կար մեկը ասենք բանա ասենք սպորտսմենա, չէ, այդ օրը մի տոկոս մի քիչ ավելի երեկվանից ավելի լավ է խաղում, մի քիչ ավելի կենտրոնանում, գիտես, երբ որ դու նայում ես ամեն օր որպես նվեր, իրոք եւ էլինոր մետաֆորով չեմ խոսում։ Չէ, ես դες լիովին հասկանում, իմ պապը երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից է եղել 16 տարեկանում ու ինչ որ հրաշքով ողջ է մնաց։ Ինքն էլ չգիտեր ինչ հրաշքով։ Ու ինքն էր ասում, մեր կռվից հետո ամեն օրը շահած օրը։ Հա։ Ինքը ոնց որ մենք ամբողջ մանկությունը դա ենք լսում, մեր ամեն օր շահած օրը։ Ես 7 տարեկանում մեքենա խփել այնձի գնացել եմ բան եւ շապատեն ուշքից դուրս եմ եղել, like I was not fun. Հա։ Right? Հետո հետեկա։ Դա բանա չէ։ Եղել եմ օթանավի մեջ, որ էնջինը կոտրվի, էնջին չոր միան մարելա, կոտրվել անգելա, որ դե բանի մեջ էս, որ այդ օթանավն է կարող ընկնի, չէ։ Հետո սկսում ես որ տեսես որ իրոք ամեն մեր օրը, ամեն օրը որ դուրս ես գալի, մի հատ ժպիտ, մեկ հատ ես ամենտեղ ամեն բարև եմ ասում։ Մեկին բարև ասեցի, ասես ես քեզ ճանաչում եմ, ասեմ չէ, բայց անունս բանա, ալա։ Արդեն ճանաչում եմ։ Զարմացել էր, չէր հասկանում ինչ պատահեց, որտեվ գիտես կյանքը հիմա Հայաստանում ես, դրսում ես, ինչ որ է, դու երբ որ քեզ նայում ես որպես քո վեհությանը արթնանում ես, այդ չի լինում պարտականություն, որ գիտես խաչ տնես, մեջքիդ քաշես, որ ոստես պետք է անեմ։ Չէ, ասես առօրյա քո որոշումների մեջ քո interaction-ները քո մարդկանց հետ շփումների մեջ դու ընտրություն ունես։ Դու ընտրություն ունես ինչպես այդ մատուցողի հետ վարվես, դու ընտրություն ունես ինչպես այդ վարորդի հետ վարվես, դու ընտրություն ունես ինչպես հետևես կանոնները թե չհետևես, երբ որ փողոցն ես հատում, դու ունես ընտրություն, երբ որ գիտես շատ լավ երաժշտություն ես տեսնում, չնստես տես ծույլիկ, մարդը գիտես մի կյանք գնացել է երաժշտությունը սովորի քո համար նոր նվագել ես, չես ծափտալի, գցի ես, ինչ են ասում, you're stingy, գիտես, կամ քո զգացմունքները բանձով ցույց չես տալի,
Բայց դե պետք է ունենաս, չէ՞, նաև այդ սովորես, ունենաս այդ մշակույթը։ Երբ որ քեզ մեծացնում են մշակույթի մեջ, որ զգացմունք ցույց տալը, սխալա, թուլությունը։ Հա։ Այդ արդեն սխալ բան է, դա absolute բան, ճիշտ կարծես կոմպյուտերն արել ես, պրոգրամը փոխվել է, դու այն հին պրոգրամով ես երթում։ Հա, այս մեր Հայաստանի բանը ընդհանրապես կամ հայերի, չի ասեմ Հայաստան, որտեվ դրսում է սպիրկայերն են մինբիտ հատուկ մենտալիտե ունեն, չէ։ Այդ արդեն չի ձեր տալի մեզ։ It's absolute ինչ են ասում։ Ճիշտ կարծես որ դու էշով էիր տեղերթում, հետո մեկը գալիս է մեքենայա բանանում, հորինում, ասում ես չայ մարդ, ես իմ էշն եմ ուզում քշեմ։ Հա, էշդ քշի հապկալ մի ամիս կտևի, այն որ 2 ժամով կամ մի ժամով մեքենայով կերտաս։ Ում ես էշդ քշես, էշդ քշի ախպեր կամ այքուր։ Դուք որի՞րդ անգամ եք արդեն Հայաստան գալիս։ Թիվ ունեք։ Այո, էսի 76-րդ անգամն է։ Մարդիկ ասում են ո՞նց ես հիշում, ասեմ գրում եմ։ Շատ էշտի է։ 76-րդ անգամ բան եսան 2023 անգամ 20-ից հետո։ Այ հայաց կողքեց։ Մենք շատ ենք չարացել խոսքը հայաստանցիների մասին։ Չեմ ասի չարացել, ավելի շուտ գիտես ես 2020-ին երբ որ պատերազմը ավարտեց, ամենքս էլ ողբերգություն ենք արում, ես 13 անգամ էլ Արցախ եմ գնացի։ Ավելի շատ քան շատ տեղացիներ։ Հա, եւ լիք տեղացի եմ տարի հետս ամեն անգամ որ գնացել եմ, լետս տեղացի եմ տարի։ Էլի նորեն, դες մի բան ասեմ։ Մենք միշտ որոնում ենք թշնամիներ դրսում։ Բայց մեր ամենամեծ թշնամին մեր ներքին թշնամին է, որ մենք մեկ զոհ ենք մեզ նայում, երկրորդը ծույլություն ենք անում, գիտես ես ծույլություն է, չէ, 30 տարի դու բան ունես, մի հատ հողամաս ունես եւ հանդուրժում ես ղեկավարներ կամ ղեկավարություններ, որ գողանում են, կոռուպցիա եւ տեսնում ես ակնհայտ տեսնում ես աշկիտ առաջա, չէ, դղյակներ են սարքում զինվորներ են աշխատում այդ դղյակը սարքել։ Ես իմիջիայլս տես բան եղել է ինձ հադրութի մեջ ինձ սպանելու բաներ պահեր համարյա, բայց ես չէի կարող պապանձվել, ինչ են ասում, չխոսայի։ Ասում ինչի են դու դղյակ ես սարքում, դղյակ սարքի, մեկը որ փողերով, նոմեր մեկը նախ որ փողերով, բայց այդ էլ հարց չի։ Բայց ինչու զինվորը պետք է սահման պայի, զինվորը պետք է պատրաստվի միշտ որևէ բանի մեջ, ինչի է զինվորը այստեղ դղյակի դրա աշխատում որպես բանվոր։ Մենք հանդուրժեցինք դրանք։ Եվ ինքս էլ չեմ ուզում մեղավոր չեմ ուզում փնտրեմ բան, հիմա չէ, հիմա ասենք էս իրականությունն է, չէ՞։ Էս իրականությունն է հիմա։ Թու շատ լավ բաներ էլ կատարվում հայրենիք մեջ, ես գիտես երեք որ ասենք Երևանից քշել են գնացենք ասենք Մեղրի, ճամփեքը շատ լավ էր։ Ասեմ 42 երկեր եմ եղել, ես չի որ ասեմ կարողանում եմ համեմատություններ անել։ Երկրորդը Գորիսի մեջ, Կապանի մեջ, Մեղրի մեջ տեսնում ենք որ բան կա, աշխատանք կա, տեսնում ենք որ մի քիչ աշխուժություն կա, գիտես։ Չես կարող անտեսես, արածը չես կարող ասես չարած է, չգիտես։ Եվ հայ ազգը պետք է մի հատ էլ հետ դարձ դարձնի։ Մեծ նայի, ասենք, ես 96-ին եմ առաջի անգամ եկի Հայաստան։ Մեծ էլ հետ դարձ, չէ։ Ես հիշում տարիներ առաջ Կապանում կար մի կաֆե։ Ահա։ Պրշնի էր կոչվում կարծը։ Մայրս Կապանից հաճախ էի գնում։ Դա կար մի կաֆե, վերջ։ Իսկ հիմա այնտեղ ամեն ինչ կա։ Հա, գիտես, բողոքելը լավ է, այդ պահանջատիրության բառը չեմ սիրում։ Ումից ես պահանջում։ Չէ, իրոք ումից ես պահանջում։ Եթե դու բան ես, պահանջում ես քեզնից առաջ, ամենից առաջ, հետո քո ընտանիքը, հետո քո գերդաստանը, հետո քո թաղը, հետո քո քաղաքը, հետո գիտես, դու լինում ես, դու տեսնում ես քո դերը այդ բանի մեջ։ Հա, հիմա տեղա գալի, որ պահանջատիրությունը, հա, չես հանդուրժում կոռուպցիան
ես աշխատում եմ հայերեն սովորեմ։ Դե Հայաստանում հենց կոռուպցիա բառը օգտագործում ենք։ Փտաղծություն, լիք բառեր եք օգտագործում հայերեն, չի, այդել չեմ։ Շատ բառեր մենք առաջին անգամ իրենց Սփյուռքի հայերից ենք լսում։ Եվ դրսում էլ, գիտես, մարդիկ ինձ օրինակ ասում են, որ գիտես երկիրն է թումա դեպի բան, չգիտեմ, ասեմ ժողովուրդ ջան, դու զավակ ունես, ասում եմ, տղա զավակ ունես, ասում եմ, հա, ասեմ, պատրաստում ես որ անպայմաններ ես, տենց որ խոսում ես դու, դες մեզ, տենց պատրաստում ես որ տղիդ գրգես, չէ, հայկական բանակ, բանանի, ծառայի, ոնց, ասում եմ, տենց, Ես մի անգամ արտահայտություն լսեցի, ասեց, մինչև բանակը չդառնա անվտանգ, իմ տղան չի ծառայելու, ասում եմ, բայց բանակի իմաստը նրանում է, որ ինքը վտանգավոր տեղա, որ մնացած տեղը լինի անվտանգ, ոնց որ ինքը հակառակն է։ Չէ, ասած սենա, որ գիտես, երբ որ մեկը հանդիմանել է, ասում եմ, criticize-ս չէ, քննադատել, երբ որ մեկը քննադատում է մեկին, հայլի, ես հայլի եմ, հայլի գիտեք է չէ, հայլի է, հայլի, ես էլ չեմ քննադատում, գիտես, ասում օրինակի համար մի երեք գորիս ենք, խոսում ենք երեխեքի հետ, կապան ենք, խոսում ենք երեխեքի հետ, գիտես ինչը ես քննադատելու բան չունեմ, որ ասեմ նոր դրսից եկել ենք, ձեզ ասենք ոնց ապրեք, ոնց անեք, ասեմ դուք ինչ եք ուզում իրակ, գիտես առաջ պետք է մարդին ճանաչես, իմանաս որ ինչ է ուզում, քանի որ սկսես իրենց քո Եվ ինչ էին ասում, ինչ են ուզում Գիտես, մարդիկ բան էին, շատ հետաքրքիր էր, ես ինչ-որ տեսա, ես ընդհանրապես կասկած չեմ ունեցած իմ ազգիս երբևիցե։ Այն ժամանակ որ եկել եմ 99-ին, ասում են խենթ ես դու ես բաներ դու ասում ես ինձ երազների մեջ ես ապրում, ասեմ հիմա կտեսնենք, կապրենք կտեսնենք։ Տեսեք։ Ինչ-որ հիմա ասում ենք IT ոլորտ, բայց IT ոլորտից դուրս լիքը բան արի, այդ գիտես, բանա փոխի, մշակույթա փոխի։ Երբ որ դու տեսնում ես, որ խոսում ես հետը, առաջի խոսակցության մեջ մի քիչ challenge ես անում, երկրորդ խոսակցության մեջ արդեն մարդ գնացել քեզ էլ անցիր սովորել։ Ես կասկած չունեմ։ Ինչ որ տեսա Գորիսի մեջ, ինչ որ տեսա Կապանի մեջ, ինչ որ տեսա Մեղրի մեջ։ Մենք եթե ես միակ մի բան եմ իրենց, երկու բան եմ ասի, ասեմ մեկ վերաբերմունք։ Սիրեք իրար, չէ՞ որ այդպես մետաֆորական սիրեք իրար։ Գործնականի մեջ սիրեք իրար։ Գիտես, երբ որ մեկը քննադատում է, քեզ այդքան պաշտպանողական մի եղեք։ Հա, Հայաստանում դա մեծ խնդիր է։ Մեծ խնդիր է։ Առանձին անգամ հաղորդում ենք արել դրա մասին, որովհետև ինչ որ մեկին քննադատելը, նա իրան թվում է թե դու իրան ես ուզում վիրավորես։ Եվ ասես քո գործը լավ չես արել, ինքը անձամբ է վիրավորվում։ Հա, հիմա եթե ես ինչ եմ միշտ կատակով եմ ասում, նայեք ես շատ եմ սիրում։ Բայց կարամ մի բան ասեմ։ Ասում հա, ինչա։ Արդեն ես որտեվ այդ հարաբերությունը ստեղծել եմ հետը։ Դու իրավունք չունես մեկին խորհուրդ տաս, քննադատես, եւ որ դու այդ մարդի հետ հարաբերություն չես ստեղծի։ Մարդը պետք է իմանա դու քո ինչա քո զգուշունքա, ինչա քո պատճառները, ինչա քո դրտապաճառ։ Ինչի՞ ես եկի։ Ես ասացի, Ժորժ, ես կին երեխա ունեմ, գիտես։ Այնպես չէ պարապ նստած էի, LA, ասում եմ ինչ անեմ այս ժամից հետ, ասեմ ես եկել եմ, ասեմ ուզում իմանաս, որտեվ 26 տարի է նույն բանն եմ անում։ Նույն բանն եմ եւ իմ հորնումորս գործն եմ անում, անկեղծորեն, որտեվ իրենք հայրենիք չտեսան, գիտես 400 տարի այդ հայրենիքի սերը 16-ը սերունդ, 25 տարին ասում են։ Որտեղից է արմատները։ Ես Պարսկա եմ արմատներով։ Պարսկաստան եմ ծույն, բայց ասենք որտեղից ենք եկի չեմ անում։ Դե այն ժամանակ որ Շահաբասը հայրն ու եւ իջած 1928 թվական։ Չէ, 1604 1604։ Եվ 1604-ից 17-ը միայն հայերին չի տարի, եւս տարելա որպես ստրուկ, եւս տարելա վրացիներին, եւս տարելա ադրբեջանցիներին, որ իրեն համար բան սարքեն, նոր մայրաքաղաք սարքեն եւ վրացիները եւ հայերը եղել են իր bodyguard-ները, ասում են crypto Christians, որ դրսեւ անունները դրսեւ դուրսում բան, ասենք մահմեդական անուններ են, բայց ներսից իրենք հայ էին, քրիստոնյա են եւ որտեւ ինքը չէր վստահում իր ազգական, իր ասենք մահմեդականները, իր թիկնապահները եւ դա բանը մեծ պատմություն է։ Եվ հիմա օրինակ մի
այդ տեղեր որ իմ նախնիներ իմ ծնողներն են բան այդտեղ Փերիա կոչվում որը ջուղայից ասենք մի 120 նոր ջուղայից մի 120 կիլոմետր հեռու է մոտավոր նույն տեղից են իմ պապերն էլ Մաքուից են հա Մաքուն արդեն կատուի գլխի մեջ է որտեղ Սուրբ Թադեի վանքն է բայց հիշում եմ փոքր 6-7 տարեկան ընդեղ են տարի ընդեղ գնացի եղել եք ես չեմ հա եւ այնտեղ տարեցին ինչ Արաքսի այն մյուս ափից փոքր երախա Եվ այնտեղ հայերը բան են անում, վրանների ամեն ամառ, հիմա էլ են անում, ամեն ամառ գալիս են և վրան, այդ Սուրբ Թադեի վանքի շրջապատի մեջ բան եմ, և գիտես մաքրությունը այն ժամանակից էլ սովորեցի, հաշվի ասենք 10,000 հոգի մարդ է եկի, վրանների մեջ են ապրում, ճիշտ տեղ կար աղբեր, որտեղ է ստանում թափում, գիտես այդ մեր բանն է եղի Միչայլոց, այդ հայերին Պարսկաստան սիրում են ինչի համար, որտեղ մաքուր էին, գիտեմ ասում են շատ լավ գործերն անում գործերը ամենալավ վարպետները հայ ամենալավ դերձակ հայ այդ որտեղից է գալի էդի հազարավոր տարվա բանն է հետքն է հա մեր հետք ինչի ենք իմ ամեն հայ ընտանիք մեջ այդ մասն ուսում եւ դրա համար ես կասկած չունեմ մենք հիմա մի հատ ինչ են ասում չէ ինչ ասում fork in the road բանի ճամփան եկել է ընտրություններ պետք է արենք մեկ էս կողմ մեկ այն կողմ չէ դե լավ հասել ենք այդտեղ որ պետք է ընտրություններ անենք հիմա երկու բան կա մեկ արհեստական բանականությունը արդեն քո որախոր տղեն լավ շատ ավելի լավ կխոսի շատ սիրված Հրանտ Խաչատրյան արհեստական բանականությունը այնա որ հիմա միանգամից էլի նորեն կասկած չունեմ մենք շատ շուտ ենք ընդունում այդ գործիքները կամ այդ տեխնոլոգիաները որ մեզի առաջ է տանում հասկանում ես այդ մեկն է երկրորդը վերաբերմունքն է որովհետև այս դարի մեջ էսի մեր համար կարող է super power լինի գիտես հիմա երբ որ ես գալիս եմ Հայաստան տեսնում եմ երեխեք ինչպես են աշխատում որոշները շատ արագորեն ընդունում են բանը, որոշներն էլ խաղուպար։ Դե տանք մի հատ էլ ծխենք, մի հատ էլ կոֆե խմենք, մի հատ էլ ուղղակի չէ։ Իմը միջին հայ վարպետի նման։ Մի հատ էլ կոֆե տո մի հատ։ Եթե միջակությամբ ենք շարժվում, դե էլ մեր ապագան է լինելու։ Եթե ուզում ենք բան անենք, պետք է խոսենք, պետք է դու այդասկո հարևաններին հավաքես, մարդիկ գիտես ընթորինակ են, որովհետև մարդ արածս շատ հեշտ է ուղեղ լվալը, թե լավ թե վատ։ Ուրեմն դու եղիր ուղեղ լվացող, քան թե որ ուղեղ լվան։ Հարաբերությունների մասին, հատկապես այդ հայերի ուժի ու հատկապես այդ ցանցայինի մասին, դիջիթեքի ժամանակել է տարվի խոսվեց, իհարկե ավելի այսպես ասենք շեշտը դրված էր թեք համայնքի վրա, որ ասենք հայերը ամենուր են եւ ցանցային այսպես կապը կա, բայց ինձ թվում է դա թեք համայնքից դուրս առհասարակ, հա, երբ որ մենք ինչ-որ եթե ես իմ շրջապատում ասում եմ իմ ընկերուհին, չգիտեմ, գնացել է այս մի երկիրը, առաջի հարցը ասում են այնտեղ ծանոթ ունեք, այնտեղ հայ կա, կդիմավորեն, այսինքն միանգամից այդ ցանցային աշխատում է։ Ես բայց նկատում եմ որ վերջին տարիներին, հատկապես այդ պատերազմի ժամանակ հետո, մի տեսակ մի կողմից Հայաստան-Սփյուռք կապերը չեմ ասի խզվեց, շատ կնճիռներ, որոնց մենք չէինք նայում, շատ խնդիրներ, որոնց մասին աշխատում ենք լռեն, իրանք եկան ջրի երես, փոխադարձ մեղադրանքներ, կռիվներ, եւ դրա հետ զուգահեռ ջահելները ցանցային ինչ-որ ինտերնետից եւ նոր բարեկներից օգտվելով իրար հետ համագործակցում են։ Դրա հետ զուգահեռ այլևս չկա Հայաստանից վերջնական գնալ։ Դու ինտերնետի շնորհիվ մի ոտքով միշտ Հայաստանում ես մնում։ Այս երկու իրարամերժ գործընթացները, որ գնում են զուգահեռաբար այդ Հայաստան ու Սփյուռք կապերի մեջ, շատ հետաքրքիր են։ Դուք դիտարկումներ ունեք այս ուղղությամբ։ Հա, այդ նորեն հետադառնում բան, նայ որոշ բաներ կան, որ ասենք Մոհամմադ Ալիին գիտես։ Մոհամմադ Ալին, հա, բոքսոր։ Մոհամմադ Ալից հարցնում են, ասում են որ դու, բայց դու երբ որ
չեմ 27 տարեկան էր, ստենց ասեցիր, հիմա ճիշտ հակառակն ես ասում։ Ասում եմ, դե 23 տարի ապրել եմ, 50 տարեկան էր ժամանակ, ասում եմ, դե 23 տարի ապրել եմ, դե 23 տարվա մեջ եթե միտքս չեմ փոխում, ու մեռել եմ ես։ Հիմա դա է լինում, որտեղ որոշ բաներ կան, որ Էլենորեն ձև կա։ Շնորհքին ձև, սիրալիր ձև, գիտես, երբ որ կանգնում ես հերվերու թուքումուր ես խփում իրար։ Ես թե դուրս եմ ասում, թե ստեղ եմ ասում։ Երկուսն մեղավորության բան չի, էդի արդեն ինչպես ասեմ։ Ես օրինակ եմեր չէի հարցեր ճիշտ են, իրական են, պետք է խոսվեն մասին, բան, բայց էլի նորեն այդ բարերի ընտրելը, այդ բարերը, որ դու ընտրում ես։ Դե երկու կողմն է հայա, չէ՞։ Բացի որ հայա հայ լինելուց հետո առաջ մարդ ես։ Դու արդեն հպարտ ես, որ տենց խոսես։ Այդ ծև խոսես քո հայրենակիցի մասին։ Ինչքան որ տարբեր լինի քո բանը։ Տեսանկյունը տարբեր լինի, քո նպատակները տարբեր լինի։ Գիտես վերջո դու ինքդ պետք է ապրես այդ քո բարերով այդ։ Պետք է հետ դարձնես, ասել որ այն ժամանակ որ ես առիթ ունեի, արդյոք ստեղծարար էի, արդյոք խաղաղություն էի բերում մեր համայնքի մեջ։ Հետադառնում ինչ որ ասեցի, մենք դրսում թշնամիներ ենք փնտրում միշտ եւ ունենք, չեմ ասում չունենք։ Բայց այդ մեր ներքին ինքնախոսությունը, self-talk, ինչպես ենք խոսում մենք մեր հետ առաջ, անձնապես։ Հետո մենք ինչպես ենք խոսում անմիջապես մեր շրջապատի հետ, մեր ընտանիքի հետ, հետո անմիջապես մեր գերդաստանի հետ, հետո անմիջապես մեր շենքի մարդկանց հետ, հետո անմիջապես մեր թաղը, հետո գիտես, դա արդեն բան է, force of habit, ինչ է, սովորության ուժն է։ Նայ, սպիրկի մեջ ես չեմ ուզում ընդհանրացնեմ, որտեղ ես սպիրկագետ չեմ, հետո սպիրկն է շատ լայն հասկացություն։ Հայագետ էլ չեմ, բայց ընդհանրապես երբ որ մեկը քննադատում է, ես ասում եմ, որ գիտես պետք է սիրկա կարծեմ ավետարանի մեջ ասում եմ, եթե դու ինչ ապակի շենքի մեջ ապակի տան մեջ ես ապրում, կարմիր նետի։ Գիտես որտեղ դու ապակի շենքի մեջ ես ապրում։ Իմ կարծիքով էսել նորեն հանդուրժողականության բանն է։ Եթե դու հանդուրժում ես yellow journalism, գիտես, որ մարդը ասեն վճարվել է մի բան, վատ բան կրի կամ եթե դու հանդուրժում եւ չես բանանում եւ չես ասում գիտես ինչա, եթե դու մեր երկրի ղեկավարն ես, մեր համայնքի ղեկավարն ես, մեր եկեղեցի ղեկավարն ես, իմ ուսուցիչն ես, բան, ձև կա խոսելու։ Գիտես, ձև կա խոսելու, շնորհքին ձև կա խոսելու եւ դու քո արտահայտությունների մեջ դու արդեն սկսում ես այդ ձև խոսել մարդկանց հետ։ Հայաստանի մեջ այդ բանը շատ կա, ես այդ շատ եմ նկատում, որ միշտ այդպես մատ են թափ տալի։ Գիտես, Նիկոլը ստենց կամ դաշնակներ ստենց կամ ես միշտ ասում եմ Ժորժ ջան, նայի բովանդակությանը։ Բովանդակություն չես սիրում։ Պլանը չես սիրում։ Ոտ են մյուս կողմը քվարկի։ Բայց պետք չունես որ ամեն օր թուքումուր տաս։ Մեկին դավաճան պիտակավորես, մեկին դեբիլ պիտակավորես, մեկ գիտես արդեն այդ գալիս է ազգի անձնական վերելքը ուղղակիորեն դերախաղում համայնքային վերելքին, համայնքային վերելքը ուղղակիորեն դերակատարում ազգային վերելքին, ազգային վերելքը ուղղակի դերակատարում համամարտկային վերելքին։ Հիմա դու պետք է որոշես այդ բանը, դու ես ամեն մարդ կազմում է Հավիտյան ապրելով, ոչ ոք Հավիտյանս չի ապրում։ Մեռնելու ես մոր, ամենս էլ մեռնելու ենք մոր։ Գիտես։ Բայց շատ մի եղացեք մարդկանցից, նրանք բոլորը մահանալու են։ Չէ՞։ Մի հատ բան կա Dead Poets Society մի հատ ֆիլմ կա։ Չեմ։ Dead Poets Society, հա, շատ տեսարա։ Dead Poets Society առաջի բաներից որ միշտ մտքիս մեջ է, երեխեքին տանում բան,
տան մոմետ նկարը ցույց տալի մեզ նկար այդ իրենց դբրոցի ասենք նախկին աշակերտներին ասում են սրանց ամենին նայեք նրանք բոլորը ամենը մեռել են հա հիշեցի եւ դուք էլ մի օր եք մեռնելու որոշեք որ ոնց է ապրելու ձեր կյանքը արդեն դա որ անենք մենք ամեն մարդ որոշի որ ոնց եմ ապրում ոնց եմ խոսում այդ բառերը որ բենից դուրս է գալի ոնց է դուրս գալի արդյոք մենք են ցավացնում քննադատել ես ասում եմ մարդկանց շատ սուր էտել են ասում չէ ինձ ասում որ իրոք եթե ուզում ես շատ love feedback ստանաս ալի այդ պետք է խոսես ինչի համար որովհետև ես չեմ շաքարով թեյով քեզի մատուցում քննադատում շատ սուր քննադատում բայց մարդիկ ընդունում են ինչի որտեղ իմանում են ի սրտա ես ուզում եմ իրենք հաջող են եւ միշտ էլ ասում իմ քննադատությունս կամ իմ feedback-ս ավետարանից չի եկի դա իմ կարծիքն է եթե ճիշտ քոթի համաձայն չես էլի նորեն դու հայելի դու արդեն վեհություն կո մեջ է դու քո բիզնեսի շատ ավելի գիտես քան թե ես գիտեմ բայց ես որ դու ինձ հասնում ես feedback-ը տալիս եմ բայց էլի նորեն ի սրտը եւ սիրով Դեպի ես նկատել եմ որ ամենաշատը նեղվում ես քննադատությունից այս ժամանակ երբ որ քննադատողը իրոք ինչ որ բան է նկատում որ դու չես ուզում տեսնել ապրես որտեղ եթե դու գիտես որ լավ է սարու քեզ ասում են վատ է ասում ես սա օքեյ դու գիտես որ երբ ցավոտ է լինում որ դու արդեն գիտես դու արդեն գիտես բայց ասում ես գիտես մի շաբաթ էլ պետք է աշխատեմ բան Պարոն Եսայան արդեն մի ժամ է խոսում եք հաջողությունը ինչ է ասեմ ինչ եմ հարցնում որտեղ ես նկատել եմ հիմա ջահելները ու ոչ միայն հա շատ են այդ մոտիվացիոն գրքեր ինչպես հասնել հաջողության ինչպես դառնալ հաջողակ լիդեր եւ այլն շատ են կա ես կողքից այդ ամենին նայեմ ու ես ուզում եմ չեմ հասկանում այդ հաջողությունը այդ ինչ է այդ ինչ նոր աստված է որին մենք պաշտում ենք ձեզ համար ինչ է Գիտես, ամեն մարդ որոշում է իր համար հաջողություն ինչ է։ Ասում եմ, դու հաջողակ մարդ ես, երբ որ ապրում ես քո կյանքը հենց որ դու ես ապրես, հույսով եմ ճիշտ ձևով, ապրում ես խաղաղության մեջ, ինքնախաղաղության մեջ, ինքդ գիտես, որովհետև քո հետ խաղաղ ես։ Ինքդ քո հետ խաղաղ ես, ինքդ քո հետ կռիվ չես, որովհետև ընդհանրապես դրսի կոնֆլիկտը կասա ներքին կոնֆլիկտից։ Դու ստեղծում ես ինչ որ դու ստեղծում ես դրսում ինչ որ կա քո մեջ։ Ինչ ասում, ինչ որ սերմանում ես, դա լնձում ես։ Գիտես։ Ասենք եթե դու նարինջ վերցնում ես squeeze ինչ ասում այրեն։ Ճզմել։ Ճզմում ես, կարելի է տղաց խնձորի ջուր դուրս գա։ Չէ։ Չէ։ Եթե դու բարի ես եւ աշխատում ես բարի լինես, աշխատում ես որ բարի մտքերով ապրես, աշխատում ես բարի արարքներով աշխատասեր ես, ինքդ վրա աշխատում ես, գիտես, քեզի pressure-ի տակ դնեն, ի՞նչ է դուրս գալի, բարիություն։ Եթե դու չար մարդ ես եւ քո անձնական շահերը միշտ ստենց ամենին ջարդելով, գցելով, չգիտեմ, իմիջիայլս մի բան ասեմ, տարիներ առաջ ինձ շատ են ասում ալ դու շատ բան you're positive ես շատ հա ես նույնը ամեն անգամ positive ինչ են ասում հայերեն դրական միշտ դրական ես նայում ամեն ինչի միշտ ասում ես որ այս մարդն էլ կարա փոխվի առիթ տվեք ամփերեք բան ասում եմ բայց կարելի է հավատալ մարդկությանը հա ինչքան կարելի է հավատալ հետո ասում են որ բայց կգցեն քեզի եւ եղել է դրվագներ եղել է որ ասեն այդ մարդ որ ինք կարծում է ինձի գցել ասեք չէ ասենք գցել է եւ ես իրոք այդ մարդին էլ չեմ երբ որ մեկը մեջից հարցնում ասում է որ այդ մարդն ինչ ծև մարդ է դրապես ասում եմ որ չեմ անում դու իր այդ խոսա բան ես չեմ վերակրկնում որ այդ մարդ ինձի գցել է երբեք չեմ անուն տա եղել է ասենք այդպես դրվագներ եղել է բայց կարծում ես ով է գցվի
Այդ մարդը իր ընդհանուր կյանքը պետք է մտածի, որ ալին ես վատություն եմ արի կամ գցել եմ։ Կարծում եք մտածում է։ Իսկ մոտ տպավորություն որ չի մտածում։ Անխտիր։ Կամ միշտ ասում այդտենց ես այդտենց բայց այդ բանը որ արեց, հիմա կյանքի մեջ իմ հետ չի աշխատելու։ Դա Հիմա ով է գծվի։ Okay, հասկացա միտքը։ Ես երբ որ Ամերիկայի գնացի, բնակս եմ գնաց 13 տարեկանում, հետո բան դե անգլերենի դպրոց պետք էր տաս, դասարաններ պետք է, միջով էր տաս high school։ High school-ից այդ հազար մի քիչ անգլերեն էշ ցեղից անելով չափով սովորես։ Դե այդ բարսիկ 10 ընկերուների, որ ինքը college էր, ինձ մեծ էր, ինձ 7 տարի մեծ էր։ Անուն իր անուն կարող եմ ասեմ, որտեվ այդ մարդ արդեն որտեղա որ դուք էլ չեք ճանաչում իրան։ Էական բան չի որ իրան, ասենք ստեղ վատամարդ լինի բան։ Այս մարդը քուրոշ էր։ Այս քուրոշը ինձ $20 պարկա վերցնում, այն ժամանակ էլ փող էր $20։ Ժամը $3 էինք աշխատում աման լվալով բանով։ $20 ինձ պարկա վերցնում բան, հետո մի ամիս ասում չի տալի, երկրորդ ամիսը չի տալի, հետո ասեմ ինչ է լավ, այդ պարկ պետք է տա իր բան։ Ասում որ պարկը, ասում ինչ պարկ։ Ես փոքր էի, դա արդեն 13-14 տարեկան, ինքն էլ մեծ 20 տարեկան էր։ Հետո աստես մտածեցի, այն ժամանակ այդքան խելացի չէ, ու կռիվան էի հետը բան, հետո մի հատ ուրիշ լավ հայ հայտուն ունե Օքլահոմայում սկաց, Օքլահոմա City-ը մեծացի, այդ high school-ից տարեկան Օքլահոմայի ապրում, մեծ հայուն ենք, անունը բան Վահրամ, ինձ ասում որ այնքան բախտավոր ես դու, ասում եմ ինչի $20 չի տալի, բանա, ասում եմ 3 անգամ ասեմ աներես, ինձ ասում ինչ պարկ, դու ինձ պարկ չես տվի։ Հետո ասում եմ տես ինչ բախտավոր մարդ ես $20-ով այդ մարդը կյանքիցդ բանը մաքրել ես, էլ պետք չունես այդ մարդի այդ բանանես։ Գիտես, դա կարող ավելի թանկ նստել կողմերը։ Ով ու մին գծավ։ Ով է գծվի ստեղ, էս դրվագի մեջ։ Միշտ պետք է նայես այդպես։ Դու երբ որ նայում ես քո կյանքը որպես նվեր, ամեն օր քո կյանքը նայում ես նվեր, հա, մարդիկ կան շփումներ լինում բան։ Արդեն կամաց քիչ այն մարդիկ որ գծելու միտք ունեն, մոտից էլ չեն ասում, որովհետև դու ունես շրջապատ, մի շրջապատ, որ լինում են քո natural defense-ը։ Հասկանում ես։ Դա աղքատությունից էլ չի գալիս։ Մենք որտեղ ժամանակի խոսում ենք, որ երբ որ մարդը մտածում է կարճաժամկետ, այսինքն ամիսը վերջանա, իմ վարկերը բանկին տամ, փակվեմ, դրանից ենքում ինքը չի էլ պլանավորում։ Որովհետև աղքատությունը իրան թույլ չի տալի։ Նման մարդը նույն այդ որ ասում եք ով ա ում գցում։ Այդ ձեր ասած ով ա ում գցումը ենթադրում է որ դուք շատ ավելի երկար եք նայում կյանքին։ Ճանապարհին։ Իսկ երբ որ մարդը շատ կարճ է նայում։ Անշուշտ, հիմա դες ինչ է լինում։ Էլ նորեն այդտեղ անելիք ունենք, չէ՞ մենք։ Հա, այդտեղ անելիք ունենք մենք, որ երբ որ դու մարդկանց հետ առնչում ես, ասում ես որ օքեյ, այդ վարկը դու վերցրեցիր, չէ՞։ Մեծ հաշվով մարդիկ ինչի են վարկի տակ մտնում։ Հայաստանում հիմնականում բանն է, սպառողական վարկեր, որ ինչ-որ բան առնի, ինչ-որ։ Ապրես։ Հիմա երբ որ տեսնում ես, ասենք դու գիտես, որ գիտես այդ ճիշտ բան չէ մտած վարկի տակ, հա մի քիչ պայքարի հիմա, մի քիչ բանար, մի քիչ քիչ սպառի, քիչ, գիտես։ Օրինակ ես 13 տարեկան գնամ Ամերիկա, հետո հեղափոխություն ա եղի, 13 տարեկան գլուխ սպայել եմ։ Եվ երբեք գողություն չեմ արի։ Երբեք մեկի չեմ գցի, որտեվ ընտանիքս է ինձ սովորացրի ոնց ինչն է ճիշտ, ինչն է վատ։ Դա աշկովս տեսել եմ։ Այդ հետա դառնում աղքատությունը մտքի բան է, աղքատությունը գումարի հետ կապ չունի։ Աղքատությունը նորեն եմ կրկնում։ Աղքատությունը գիտելիքի, վարմունքի, աշխատանք դրա պակասն է դաստիարակության պակասն է երբ որ
ասեն եկեղեցի, չէ։ Դու ունես ասենք 40% Հայաստանի ժողովուրդը բանա, չէ, ասենք աղքատության դից ցած ապրում, չէ։ Okay։ Եկեղեցին լիքը գործ ունի անել։ Մենք լիքը գործ ունենք անում։ Ոնց է կերտում այդ երեխեքին սովորացնենք, գիտես, հասկանանք մարդկանց հետ իմանանք իրենց հարց, չէ՞ որ իրենց հարցերը լուծենք։ Բայց սատարենք, որ իրենք կամաց իրենց դժվարություններից դուրս գան։ Կարելի է շատ իդեալիստական հնչվում դա, բայց անկեղծորեն եմ ասում, ես տեսել եմ 26 տարվա ընթացքում հազարավոր նմուշներ, որ դա գալիս է, երբ որ դու ասենք եթե չեմ ասում եթե դու լուսավոր մարդ ես եւ այդպես մետեղ որ խավար է եւ երթում ես սիրով այդ խավարը չի կարող երկար գոյություն ունենա, բայց եթե երբ որ երթում ես այնտեղ եւ արդեն ես մարդիկ աղքատ են եւ աղքատել մնալու են եւ դու անելիք չունես այդտեղ արդեն դու էլ ապրում ես այդ շրջան դու արդեն ինչ են ասում you're condemned to live in that environment բայց երբ որ դու նայում ես ասում ես ամեն օր կարող եմ իմ անելիքով իմ բանով շրջապատս բան գիտես մատուցողը գալի չէ մատուցողը ասա ցույց դու նստել ես այդտեղ եւ ասենք այդտեղ բան ես անում այդ մատուցությունը փող է տալի չէ ասենք տիպ է տալի եւ ուզում ես եւ ի սրտե է տալի չես տալի որպես բան ինչ են ասում պարտականություն եւ տեսնում ես չէ որոշ տեղեր տեսնում ես արդեն որոշ ես ամեն անգամ գյուղ է երթում հիմա էլ ասում ժողովուրդ ինչ որ ունեն չունեն առնում ենք հա այդքան մեղրը չես կարող ուտես դու չէ դա մյուս գյուղի մեջ գյուղը մեղրը նվիրում ես կամ ժամանակը շատ կարևոր դու ժամանակ ես տալի այդպես հասկանում ես այդ գյուղի վիճակն ինչ է դպրոցի վիճակն ինչ է այդ հոգատա ինչ ասեմ մենք նմուշները մեր աշկի առաջ Հովհաննես Թումանյանը 10 երեխա 4 երեխա կորստի ժամանակ ինչ էր իր ժամ չէր նստում ասում էր դե ցեղասպանություն եղել է նստում depression-ում այդ մեր ինչ էր անում այդ մեր որբերին էր նայում մեր նմուշները մեր ազգային նմուշները մենք պետք չունենք Ամերիկայից մեկը նմուշ բերի մեզ ցույց տա կամ օրինակ մենք ունենք դա է մեր հարստությունը մենք ենք մեր հարստությունը բայց պետք է մարդ արարածին նայենք որպես անսահման եւ միշտ կարելիության որ փոխվի եւ բարելավվի եւ հավատալ դրան ես կասկած չունեմ շատ շնորհակալ եմ պարոն Եսայան ինձ թվում է մեր ռադիո լսողները եւ ռադիոդիտողները մեր հետ միասին երկար կմտածեն այդ զրույցից հետո առնվազն որ ես հաստատ մեր զրույցի հովանավորն են ստոիկները եւ ստոիցիզմը շատ շնորհակալ եմ մեր բոլոր ռադիո լսողներին եւ ռադիոդիտողներին հիշեցնեմ որ դուք դիտում եւ լսում եք Գործարար Ալիքը եւ այսօր մեր հյուրն էր Գործարար Ալի Եսայանը տաղավարում աշխատեցլյան Նախաչատրյանը կհանդիպենք